Տեղյակ եք, որ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում ջերմուկը, գինիները, մեր գյուղատնտեսական ապրանքները, ու ինչ ելք եք տեսնում այս իրավիճակից։ Երկարտահանումն ենք տեսնում, պետք է որ արտահանվի այս երկրից, որովհետև շատ փոքր երկիր արտադրանքը շատ է, մնում է գյուղացու վրա ապրանքը։ Տեղական շուկայում էլ մեր մեմանդար կոչվածում էլ ծախվում է էլիտարա, ամենալավը, մարդկանց խաբում են կապրոնիցը ծախում են, իսկ մեր միջին ու ցածր որակի ապրանքը մնում է գետնին։ Մեզ էլ թույլ չեն տալի Երևան մտնենք փողոցային առևտուր անենք, որ ասենք էժան ապրանքը գոնե էժան ծախենք, միջին որակը միջին տակ ծախենք։ Մի քանի տարի առաջ նույն դեղցը մենք ծախում ենք 500 դրամ, հիմա ծախում ենք 200 դրամ, որովհետև չի արտահանվում։ Մենք պետք է ունենանք լավ դիվանագետներ, որ բոլորի հետ կապերը նորմալ պահեն, ոչ թե ռուսից փոխվենք գնանք Եվրոպա։ Եվրոպայից ինչ ունենք մենք ստանալիք, ոչ մի բան չունեմ։ Այն ժամանակ որ դուրս էր գնում, մենք ծմերվա ընթացքում այս տնկովի սոխեր գիտեք, հա, տնկովի սոխ էինք անում, մինչև 400 դրամ մենք սոխ ենք վաճառել, որովհետև շուկայի ընտիրաբրանքը գնում էր Ռուսաստան։ Ամբողջ ծմեր մենք 50 դրամով տնկովի սոխ ենք ծախել։ Ինչ արդյունք եմ տեսել։ Չարչարվում ենք, այդքան ստեղծում ենք, չենք հասցնում, այ ցավը տանը։ Էսի երգիրը պահում, էսի երգիր չի պահում։ Երգիրը խորտակում է էսի։ Կործանում է մեզի, վաղ միսօր մեր երեխեք ինչ անեն, ոչ աշխատանք կա, ոչ մեր արդադրանքն է նորմալ ծախվում, 7 ջերմոս պամիդոր ունեմ, եթե դուրս չի գնում շուկայի մեծածախսը, փոքրածախսը ես ինչ անեմ, դրա համար մեզ պետք է լավ դաշնակից ունեինք ու մնար, եթե Ռուսաստան ներկայումս մի հատ ճանապարհը, մի հատ արդեն փակա, գիտենք, ծաղիկներն ա լցվել, այն որ մի ֆուր բրոկոլին ծաղկակաղամբերին թափին ստե կանալների կրակ տվին հավերին խոզերին մարդիկ։ Բայց դրա արածը այդ մարդը վառել է, բրոկոլին աճեցրել, թանկ սերմով, թանկ բարայտանцով, թանկ բուժանույթով, որ արտահաներ մի կոպեկ իր ընտանիքը պահեր, որ այսօրվա որ չկա, ինչ անենք մենք, ասեք տեն։ 7 տարի այս ժողովրդին ուրվական սարքեց։ Գյուղացին պետք է վարել, ինչ ասեն։ Ես հենց աշխատանք, կերտենք գյուղացու, կերտենք կորում է արդեն։ Գյուղացին ապրանք են վաճառի, 2 կոպեկ չարչխադի, շատ բան ասեմ ես։ Որ ես հենց գնաց տեսակացի կթանկացնեն, ամեն ինչը կթանկացնեն։ Գազն է, բենզինն է, դու ես ընդուց այլ մտերքներ են, ապրանքներ են ստանում։ Գյուղական տնտեսական։ Եվրոպա մինչև հիմա ինչ արի մեզ։ Ինչ օգուտ է դեպի։ Հա ասում են կանեն, ինչ արի Եվրոպա մինչև այսօր։ Մեր տնտեսության համար դա շատ անդառնալի վնասներ կարա տա, որովհետև մեր տնտեսությունը անմիջական կապնված է Ռուսաստանի հետ, ոնց որ կրծքով կերակրվող երեխան մորից։ Եթե մենք Ռուսաստանի հետ արտահանում կամ ներմուծում չունենանք, ուղղակի Հայաստանում պարենային անվտանգության լուրջ խնդիրներ կառաջանան, նաև մեր արտադրած գյուղմթերքը մենք իրականացնելու բացարձակ շուկա չունենք։ Մեզ բնականաբար եվրոպական շուկա թույլ չեն տա մուտք գործենք, որտեղ ընդեղի սանիտարական պայմանները ուրիշ են։ Իսկ Ռուսաստանում մենք կարում ենք սպառեինք մեր գյուղատնտեսական ապրանքների այռուցի բաժինը։ Շատ վատ է։ Հայաստանի սննկանոմա 100%-ով կսնկանա։ Եթե այդպես շարունակվի, շատ վատ կլինի։ Շատ վատ։ Պետք է միջոցներ ձեռնարկել, լեզու գտնել, բանակցել, խոսել, թե չէ շատ վատ է լինելու։ Մեր մթերքը ամբողջ մեր շուկան արտադրում ենք դեպի Ռուսաստանն է սպառում։ Եթե Ռուսաստան չսպառի, մենք կորած ենք։ Եվրոպան մեզ ձեր չի տա Եվրոպան։